Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար պարոն Հովսեփ Խուշուձյանը։ Բարև ձեզ, պարոն Խուշուձյան։ Պրոդես, Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ միացաք մեզ։ սիրո։ Պարոն Խուշուձյան, Երևանում շատ հետաքրքիր, շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ դեռ երկար այդ մասին կխոսվի, դրա համար այդ տեղից արիք սկսենք, ես չեմ հիշում, որ հայոց պատմության ամբողջ ընթացքում մենք տեսած լինենք նման մեծ իրադարձություն, երբ որ աշխարհի բազմաթիվ երկրներից գալիս էին բազմաթիվ երկրների ղեկավարներ հաստատի Հայաստան։ Նման բան ես չեմ հիշում եւ առաջի անգամն էր, որ մայիսի 4-ին այս տարի Եվրոպայի 8-րդ գագաթնաժողովը քաղաքական համայնքների գումարվեց Հայաստանում, դրան հետևեց Եվրոպա Հայաստան առաջին գագաթնաժողովը նույնպես շատ կարևոր իրադարձություն, կխնդրեի ձեր գնահատականները տաք, հետո արդեն անցնենք մնացած հարցերին եւ արձագանքներին։ Համամիտ եմ, որ աննախադեպ իրադարձություններ շատ կարևոր էր Հայաստանի քշիռը բարձրացնելու տեսակետից աշխարհում եւ տարածաշրջանում։ Կարևոր էր Հայաստանի ինքնիշխանության ամրապնման տեսակետից Ռուսաստանից արկա սպառնալիքների լույսի ներքո, եւ այդ սպառնալիքները նախ եւ առաջ ընտրություններից առաջ այստեղ ներդրված իրենց գործակալական ցանցից բացի նաեւ քաղաքական դերակատարներն են, որոնք որ քաղաքականության հետ իրականում մեծ կապ չունեն, բայց հիմա ներդրվել են քաղաքական դաշտ, որպեսզի իրենց հանձնարարությունները կատարեն եւ փորձեն բռնազավթել ըստ էության իշխանությունը եւ Հայաստանը ընդհանրապես եւ կցել Ռուսաստանին։ Ինչի եմ դա բռնազավթում անվանում, որովհետեւ այն համատարած ֆինանսական ապօրինի գործիքակազմը, որ կիրառվում է, դա բռնություն է մեր օրենքների, մեր ինքնասիրության, մեր ժողովրդի ինքնասիրության հանդեպ, ինչ է նշանակում, ասենք, գնել էլի նույն պատմություն, ինչ որ ժամանակին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք կար, չնայած դա սկսվել էր դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95 թվականի, առաջին ընտրակաշառքները պես տարածել է 95-ի խորհրդարանական ընտրություններին, բայց սա իհարկե շատ վտանգավոր գործընթաց է, հաշվի առնելով, որ բնակչության մի մասը ավանդաբար այսպես ապակաղակական է եւ կարող է տրվել այդ գայթակղությանը եւ այդ չեմ խոսում նաեւ Ռուսաստանից Հայաստան եկող որոշ քաղաքացիների մասին, որոնք հենց նույն առաքելությամբ գումար են վերցրել եւ եկել են, որ այստեղ Սամվել Կարապետյան կամ չգիտեմ Ռոբերտ Քոչարյանն ելում ընտրեն։ Նման պայմաններում իհարկե այս իրադարձությունները, այս միջոցառումները, որ Եվրամիությունը անցկացրեց Հայաստանում եւ նաեւ Մակրոնի պետական այցը, որը էլի շատ կարեւոր էր Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության այդ արձանագրման հետ զուգահեռ, ուրեմն այդ ամեն ինչը իհարկե ամրապնդում է մեր իշխանությունը եւ այսպես թիկունք է կանգնում Հայաստանի ժողովրդավարությանը այն առումով, որ եթե Հայաստանի իշխանությունները կարիք ունենան այնպիսի միջոցառումների գնալ, որոնք որ կարող են վիճարկվել այդ թվում այս 5-րդ Շարասյան կողմից, դրանք համաշխարհային հանրություն եւ բնականաբար մեր արևմտյան գործընկերները կճանաչեն որպես օրինական միջոցներ, օրինակ կասեցումը գրանցման այն կուսակցության եւ կուսակցությունների, որոնք որ այդ ընտրակաշառքները տարածում են արդեն համատարած զանգվածաբար կամ որոնք որ գերածախս կունենան իրենց ուրեմն օրենքով սահմանված չափաբաժնի ֆինանսական չափաբաժնի մեջ։ Գրանցումից հետո կասեցումը, չէ՞։ Արդեն գրանցել են, Այո, ով գիտեմ։ ահա, գրանցելը տեխնիկական միջոցառում է իրականում, եթե բոլոր փաստաթղթերը նորմալ են, չեն կարող չգրանցել, բայց կասեցում կարող է տեղ ունենալ, ահա, այդպիսի զանգվածային խախտումների լույսի ներքո եւ հիման վրա։ Փաստացի 3 չէ, 3 ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրվեց, նաև Մեծ Բրիտանիայի հետ էլ մենք ստորագրել հասցրեցինք եւ բավականին կարևոր նաև հանդիպումներ տեղի ունեցան։ Ընդհանուր Այո, առմամբ Հայաստանի կշիռը փոխվում է ամբողջ աշխարհում, դուք դա նկատեցիք, պարոն Խուշուձյան, բայց տեսեք ինչպիսի արձագանքներ ստացանք մենք
Ռուսաստանից ավելի բացահայտ սպառնալիքներ Զատուլինն էլ կոչ է անում ընդհանրապես չճանաչել Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններ, այսինքն արդեն իսկ Ռուսաստանում նախապատրաստվում են, որ Փաշինյանի հաղթանակի պարագայում ինչ որ գործողությունների պետք է փորձեն դիմել, եթե հետո չստացվի, իհարկե կճանաչեն, բայց պլանավորում են կարծես թե, հա։ Իհարկե, դա պլան B-ն է, ապա լեգիտիմացում Հայաստանի իշխանությունների նշանակում է թուլացում Հայաստանի ինքնիշխանության, եւ դա ելի եմ ասում, կարող է լինել, եթե Եվրոմիության այդ աջակցությունը չլիներ, այսինքն կարող էր որևէ արդյունք տալ։ Այն իմաստով, որ եթե այստեղ հրդեհություններ կազմակերպվեն եւ իշխանությունները ստիպված լինի գնալ ինչ-որ կոշտ միջոցների օրինականության պահպանման համար, դա դրոշ են սարքելու եւ նաեւ Եվրոմիության հետ հարաբերություններն են սրելու իբր մարդու իրավունքների խախտման հիմքով։ Բայց իրականում այն ինչ որ Եվրոմիությունը աջակցեց Մոլդովային, հենց այդ արգելման առումով, կասեցման առումով գրանցումը, հա, չեղալ համարելով այն կուսակցությունների, որոնք որ ակնհայտ օտար երկրի շահեր են սպասարկում, հերիք չի միատել օտար երկրի ֆինանսավորման դեմ գործում եւ մեծ ֆինանսավորման, նույնը Հայաստանում տեղի կարող է ունենալ, եթե դրա կարիքը առաջանա, եւ ոչ մի ապա լեգիտիմացում տեղի չի ունենա։ Մաքսիմում իրենք զոհաբերեն, հույս ունեմ ֆիզիկական իմաստով, չէ՞ այլ քաղաքական իմաստով զոհաբերեն իրենց այստեղի խամաճիկներին, ուռը տան կոպիտ ասած, հա, ոնց որ Արցախը իրենք դավաճանեցին եւ հանձնեցին Ադրբեջանին, ոնց որ Հայաստանն էին ուզում այսպես մանրադրամ որպես վաճառել Թուրքիա-Ադրբեջանին մեր տարածքները, մեր շահերը, բարեբախտաբար ժամանակին ուշքի եկանք եւ դեմ առան դրա։ Հիմա իրենց միակ բանը, որ մնացել է այստեղ գործիք որպես օգտագործելու, դա այդ 5-րդ շարաշունն է, իրենց խամաճիկներն են, որոնք իրենք որևէ խնդիր չունեն զոհաբերելու հանուն իրենց շահերի։ Եթե իրենց շահերը պահանջում են ապա լեգիտիմացում, նույնիսկ եթե դա արվի այդ ակտորների քաղաքական կենսագրության գնով, իրենք դա անելու են։ Մնում է այդ քաղաքական ակտորները իրենք իրենց հաշիվ տան, որ իրենց ուղղակի օգտագործելու են եւ վերջը փուռը տան։ Եվ այդ մարդիկ կարող է հայտնվեն ոնց որ Պուտինն էր ասում, միստախ նիստոլ ուդալոն է։ Սակայն հանդիպման ժամանակ իրականում, պարոն Խուշուձյան, չեք տեսնում այն վտանգը, որ այնուամենայնիվ այդ ուժերը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կլինի, իր հարազատների գլխավորությամբ մեծ հաշվով կապ չունի, բայց իրենք կհայտնվեն խորհրդարանում եւ կլինեն հիմնական ընդդիմությունը, բայց քանի որ մենք հիմա տեսնում ենք համատարած այդ կաշառակերությունը, ամեն օր փաստացի հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտումներ է չի անում եւ դա բոլորն են տեսնում, նաեւ իշխանությունները գիտեն այդ մասին, այսինքն իրավապահ համակարգը որ բացահայտում է, բոլորս ենք դա տեսնում եւ դժվար է ասել թե քանի տոկոսն են կարողանում բացահայտել, չէ՞, դա էլ կա։ Հիմա ինչ է դուրս գալիս վաղվա ընտրություններով, եթե նրանք հայտնվեն խորհրդարանում, ոչ լեգիտիմ ընդդիմություն կունենա Հայաստանը փաստացի։ ոչ միայն ոչ լեգիտիմ ընդդիմություն կունենա, այլ նաև օտարերկրյա լծակ կունենա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար, որովհետև ընդդիմությունը թեկուզ պարլամենտական փոքրամասնություն լինի, բայց ինքը մնում է իշխանական համակարգի մաս։ Պարլամենտը ինքը բարձրագույն իշխանությունն է, խորհրդարանական հանրապետություն ենք մենք եւ պարլամենտն է բարձրագույն իշխանությունը, որը ընտրում է կառավարություն գործադիր, որը վերահսկում է նաև դատական համակարգ։ Այսինքն պարլամենտը միակ առաջնային մանդատ ունեցող պետական մարմինն է։ Եվ այդ առաջնային մանդատ ունեցող մարմնում ունենալ մասնաբաժին, դա նշանակում է մաս կազմել իշխանական, եթե ոչ իշխանության, այլ պետական համակարգին, այսպես ասենք, հա։ Եվ խորհրդարանական իշխանության այդ իմաստով։ Եվ շատ վտանգավոր է իհարկե, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ մեծ լիազորություններ, իրավասություններ ունի մեր գործող օրենքներով խորհրդարանական փոքրամասնությունը։ Դերաշխավորված իրավունքներ։ Այսինքն այս իրավիճակում մենք ինչպես է կարծում, դեռ տեղ ունենք ակնկալելու, որ այդ կուսակցությունների գրանցումը կկասեցվի, հա։
Նման գործընթաց տեսնում եք հնարավոր է նման բան ընդհանրապես։ Կարծում եմ, որ հնարավոր է, որովհետև այս բոլոր փաստերը բավական են արդեն, այդ առնվազն մեկ կուսակցությունը, որը դա մերսակից է այդ ամեն ինչին, կասեցնելու համար դրա գրանցումը, կոնկրետ այդ ուժեղ Հայաստան կոչվածը, իմիջիալոց հետաքրքիր է, չէ, երեք Հայաստանադավ ուժերը, երեքն էլ իրենց անվան մեջ Հայաստան են մտցրել, Հայաստան անունն են մտցրել։ Աղետ ա, էլի, ուղղակի ու երեքի ղեկավարներն են նորմալ հայերեն խոսալ չգիտեն։ Շատ ֆանտաստիկայի ժանրից է, էլի, ես լրիվ սյուրռեալիստական լավ բան չանեմ, զուգահեռներ չանցկացնեմ, հա, հայտնի վեպերի հետ Օրուելի։ Մի խոսքով, այդ մի տարբերակը, որ այդ մի կալուգայի խմբակին կասեցնեն, ուրեմն գրանցումը, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ճիշտ կներ իր անունով էլ լիներ, ուղղակի հիմա իր անունով իրավունք չունեն անունով դաշինքներ արգելեցին, դա ոչ թե Հայաստան դաշինքի, այլ Քոչարյան դաշինքն է։ Այդ Քոչարյան դաշինքը շատ հավանական է, որ չհաղթահարի դաշինքի անհրաժեշտ պարլամենտ մտնելու անհրաժեշտ շեմը, դա էլ է տենց, եւ հույս ունեմ, որ Ծառուկյան դաշինքն էլ չի հաղթահարի։ Ուղղակի, եթե այդպես է լինում, իրենցից հետո եկող ավելի փոքր կուսակցությունները շանս չեն ունենա, եթե իրենցը չկասեցվի, իրենք ամեն դեպքում որպես երկրորդ եւ երրորդ ուժեր կմտնեն պարլամենտ, որտեղ առնվազն 3 ուրեմն խորհրդարանական ֆրակցիա պետք է ունենա, գիտեք, մեր օրենքներով, այնպես որ լավագույն տարբերակը իհարկե կասեցնելն է, դե N2-ի համար հիմքեր չգիտեմ կան թե չէ այս պայդրությամբ կասեցնելու, բայց այս կալուգայի խմբակի համար հաստատ կան։ Չկա նման գործողություններով նաև հնարավոր է ապագայում հասնել նրան, որ Հայաստանում ընդդիմությունը մաքրվի, թե չէ դուրս է գալիս այսպիսի մի բան, պարոն Խուշուձյան, այսինքն այս ընտրություններում Հայաստանի իշխանությունները օրինակի համար եմ ասում, հաղթանակ են տանում, բայց 5 տարի անց անընդհատ միշտ չեն կարողանա Հայաստանի իշխանությունները հաղթել։ Օրից մի օր այդ ընդդիմադիր կոչված ուժերը, որոնք որ պրոռուսական էլ չեն, ուղիղ Ռուսաստանից են ղեկավարվում, կդառնան իշխանություն, չէ՞, եւ այն ամենը, ինչ արվել է, այն ճանապարհը, որ անցել է Հայաստանը, էլի հետընթաց կգրանցվի, նույնիսկ ավելի վատ իրավիճակ կլինի։ Այո, եւ այդ իմաստով միակ շանսը, որ գոնե երրորդ ուժը պարլամենտ մտնող լինի ուրեմն խորհրդարանական, այսօրվա արտախորհրդարանական ժողովրդավարական ուժերի ներկայացնող քաղաքական կուսակցություն։ Ես նկատի ունեմ օրինակ Եվրաքվեի ներկայացուցիչներին, ես երկուսին էլ ուրեմն կուզենամ տեսնեմ խորհրդարանում, բայց ինքս ընտրելու եմ այդ երկուսից նրան, որը որ ավելի շատ շանսեր կունենա, իրոք ես կզգամ ընտրությունների նախաշեմին շանսեր կունենա մտնել պարլամենտ, որպեսզի ուղղակի ձայնս չկորի, հա։ Եվ նույնն է այդ ժամանակ կոչ կանեմ մարդկանց, նրանք ովքեր որ նրանց հետաքրքիր է կարծիքը։ Խոսքը Հանրապետություն կուսակցության եւ Հանուն Հանրապետության կուսակցության մասին է։ Տեսնենք, բայց ամենայն դեպս, եթե նրանցից որևէ մեկը դառնա խորհրդարանում երրորդ ուժը, դա իհարկե շատ դրական հետևանքներ կունենա։ Իսկ եթե կալուգայի խմբակը չի անցնում, կասեցվում է եւ N2-ն էլ ուղղակի օրենքի ուժով անկախ նրանից հաղթահարում են շեմը, թե չմտնում են պարլամենտ, երրորդը հույս ունեմ, որ կլինի այդ ժողովրդավարական ուժերից մեկը։ Այդ դեպքում էական այսպես դասավորվածությունը պարլամենտում գոնե փոփոխություն կկրի եւ գոնե բանական քննադատական խոսք կլսենք, հա, ընդդիմադիր իրոք ժողովրդի շահերից ելնող ընդդիմադիր, այլ ոչ թե Ռուսաստանի գործիք հանդիսացող ընդդիմադիր ուժ կտեսնենք պարլամենտում։ Իսկ ինչպես կարելի է ընդհանրապես քաղաքական գնահատական տալ Սամվել Կարապետյանի հայտարարություններից։ Դե դժվար է այդ հայտարարությունների մեջ, օրինակի համար ինքը իմ պատկերացումամբ ասեմ, այնքան հերոյ է քաղաքականությունից, որ նույնիսկ Ռուսաստանի կարծում եմ շահերից էլ չի բխում, ինչ հայտարարություններ որ անում է։ Ինչպես դուք կգնահատեք, օրինակի համար հապկի մասով քֆուր տալու կամ սնկերի հետ կապված կամ այն որ բարերը չի կարող նորմալ
արտաբերել կամ այն, որ օրինակի համար ասում են մենք դուրս չենք գա ոչ մի միջազգային պայմանագրից, բայց նույն ժամանակ չենք կատարելու մեր միջազգային պարտավորությունները։ Ընդհանրապես ինչպես կգնահատել այդ հայտարարությունները։ Տեսեք, թե ինքը, թե Արա Աբրամյանը, թե մյուս օլիգարխները, հա, հայազգի թերևս բացի մեկից, որ հիմա Բաքվի բանտում են նստած, որոնք որ հարստացել են 90-ականներին եւ 90-ականների արդյունք են, հիշում եք 90-ականները որպես ժամանակաշրջան, հա, Բեսպրեդելի, Ցալանի, ընդ որում միայն Հայաստանում չէ, դա ամբողջ հետխորհրդային տարածքում բանդաների, կրիմինալի, ուրեմն դարաշրջան էր, որտեղ ուսյալ լինելը չէր կարևոր, կրթված լինելը չէր կարևոր, գրագետ լինելը չէր կարևոր, կարևոր էր այդ հարաբերություններում կիսակրիմինալ հարաբերություններում կարողանայր, այո, այդ ախտոր ջրում կարողանայր քո ձուկը որսալ եւ քո հարստությունը դիզել։ Հիմա այս մարդիկ Ծառուկյանը Հայաստանում, ուրեմն Սամվել Կարապետյանը Ռուսաստանում այդ սերնդի ներկայացուցիչ են, այդտեղ են հարստացել, այդպես են հարստացել։ Եվ իրականում, եթե նրանց քաղաքականություն չմտցնեին, չգործուղեին, ոչ Ծառուկյանը 2005 թվականին, ոչ Կարապետյանը անցած տարի իր հայտով, հա, չէին պատրաստվում եւ իրենց պետք էլ չէր, իրանք բիզնեսի մարդ են։ Եվ վատ իմաստով բիզնեսի, ելի եմ ասում, են գրագետ Նա բիզնեսի ինքը ասում է, որ ես իմ վատագույն երազում նույնիսկ չէի տեսնում, որ այստեղ լինեմ։ Այս ամեն ինչ մեջ խոստովանում է, չէ՞, փաստացի։ Հա, հիմա դուք ուզում եք, որ այդ մարդը, կրթության այդ ցենզը ունեցող մարդը, ինչ որ հանգարց դառնա ինտելիգենտ, գրագետ խոսացող մեկը, ո՞նց կարող է այդպեսի բան լինի։ Հա, բարձա պետք է տենց քֆուր տամ, չտամ, զասոս, մասոս, չգիտեմ, այդ մարդկանց մակարդակը դա է։ Իրենք քաղաքականությանը նայում են զասոսի, ուրեմն պրիզմայով, քֆուրի պրիզմայով, պետականությանը իրանք նայում են քֆուրի պրիզմայով, հապկի հետ հարաբերությունները ասում են քֆուր դնեմ, թե քֆուր չդնեմ։ Այդ մարդկանցից ինչ ենք ուզում մենք ավել։ Այդ մարդիկ սկի Կալուգայի Նիժնի Տապրի ղեկավար նորմալ երկրում չէին կարողանալու լինել։ Էլուր մնաց Հայաստանի ղեկավար են ուզում լինել, չնայած օրենքով չեն կարող նույն այդ Սամվել Կարապետյանը, բայց ամեն դեպքում տենց հրճակում է, որ մեկը ես համանadrությունը կփոխեմ կլինեմ։ Իրականում շատ բարդ է այն, ինչ տեղի ունենում Հայաստանում, բայց կրկին վերադառնանք Ռուսաստանից հնչող հայտարարություններին, պարոն Խուշուձյան։ Մարիա Զախարովան ավելի ու ավելի բացեբաց սկսել է սպառնալ, ասում է, որ Հայաստանը կներգրավվի հակառուսական այդ արշավների մեջ, Եվրոպայի կողմից կսկսեն ուղղորդել Զելենսկիի մասով կոշտ հայտարարություններ, Զելենսկիի այցի Հայաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ, շատ կոշտ ձևով գնահատականներ են տվել, նոտա չգիտեմ կար թե չէ, բայց որ կոշտ զրույց է տեղի ունեցել, դա մենք տեսանք։ Ձեր կարծիքով այս հարաբերությունները գնալով լարվելու են, թե այնուամենայնիվ ընտրություններից հետո ինչ որ բան փոխվելու է։ Եթե պլան B-ն էլ չաշխատի։ Ուրեմն այդ սպառնալիքները ընտրություններից առաջ օգտագործվում են ազդելու համար մեր հասարակության վրա իրենց գործիքակազմի կիրառմամբ։ Այստեղ իրենց 5-րդ շարասյան որպես գործիքակազմ կիրառմամբ։ Դուք հարց տվել եք ձեզ նույն Զելենսկին գնաց Բաքու։ Ալիևի հետ ողջագուրվեց ուղակի տարբերություն Փաշինյանի, փաթաթվել էին իրար։ Այո, իհարկե։ Ռազմական համագործակցության պայմանագիր կնքեց, այսինքն Ադրբեջանը զենք է մատակարարելու Ուկրաինային։ Ուկրաինան էլ տեխնոլոգիաներ Ադրբեջանին։ Դուք լսեցիք գոնե համարժեք, գոնե մի քիչ մոտիկ քննադատություն սպառնալիքներ Ալիևի հանդեպ։ Ոչ, ինչի՞։ Որովհետև այնտեղ 5-րդ շարասյուն չկա, որովհետև Ալիևը բռնապետ է, այլ ոչ թե ժողովրդավար։ Եվ այն ռուսերեն իրենց սիրած բառ ասեմ, նիցածկայցը, հա, բռնում է եւ վզները ոլորում է այնտեղի 5-րդ շարասյան, ցավոք սրտի նաեւ ժողովրդավարական ընդդիմության, բայց նաեւ 5-րդ շարասյան։ Ու կամ սպանում է, կամ բերթերն է խցվում, կամ փախնում են այնտեղից։ Դրա համար այնտեղ Ռուսաստանից ինչ սպառնալիք էլ ուզում է հնչացնեն, ինչքան ուզում է, ինչ ուզում են անեն, նույնիսկ երբ որ Ալիև իրենց գցում է ուղիղ պայմանավորվածությունները Պուտինի հետ, որ պետք է օգներ Պուտինին Հայաստանը գրավել, չարեց, ինչա տեստե եվրոպական դիտորդները կանգնեցին եւ չկարողացավ,
Պուտինը միակ բանը, որ կարողացավ անել, բռնեցին ինքնաթիռը խոցեցին ադրբեջանական, բայց շան օրին գծեց Ալիևը Պուտինին, ուղղակի չուլ սարքեց, այնքան նախատեց, այնքան խոսած վրան, խոսած հրապարակային, միջազգային հարթակներով, այնքան ասեց, միջև Պուտինը ներողություն խնդրեց, փոխհատուցումը խոստացավ, որովհետև գործիք չունի ազդելու այդ պետության վրա, որտեղ Ադրբեջանը ի տարբերություն մեզ ցավոք սրտի մաքրել է, այսինքն ցավոք սրտի ի տարբերություն մեզ, ոչ թե որ ցավոք սրտի մաքրել է 5-րդ շարասուն ընդեղի։ Հիմա նույնը մենք պետք է անենք, որ ոչ մի օտար երկրյա ազդեցություն կապ չունի Ռուսաստան ով ուզում է լինի, չկարողանա մեր ներքաղաքական գործերում քիթը խոթի։ Եվ մենք տեսնում ենք, որ այդպիսի բան անում է միայն Ռուսաստանը։ Այդ սպառնալիքները դուք պատկերացնում եք, որևէ տեղից հնչեին Հայաստանի հանդեպ, ինչ վայնասուն կբարձրացնեին այստեղ նույն այդ 5-րդ շարասան ներկայացուցիչները։ Պատկերացնում եք Եվրոպայից ասեին, թե 13 թվին կարող էին ասել, երբ որ 4 տարի բանակցում էին Սերժ Սարգսյանը խոստումներ էր տվել մի գլուխ փող 100 միլիոններով Հայաստանին տվել են, որ ռեֆորմներ անցկացնեն, որ պետքա հեսա մտնեն Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի մեջ, մի գիշերում շուռ տվեց կուրսը եւ ինչ ասեցին Եվրոպայից, ինչա սպառնեցին, ինչ որ բան փակեցին, ասեցին ձեր գործն է։ Նցա որ երազում են մյուս երկրները Եվրոպա գալ, եթե չեք ուզում եք գնացեք։ Իսկ Ռուսաստանը ինչ անում։ Ռուսաստանը չէ, հանգարց քայլ աճ, քայլ ձախ կրակում են առանց զգուշացման։ Դեպի այդ շանտաժի լեզվին մենք չպետք է հանդուրժենք եւ չպետք է ընդունենք մեր հանդեպ, որտեղ ինչքան ընդունեցիր, այնքան գլխիդ նստելու է։ Այն ինչ որ արել է միջև հիմա։ Եվ Արցախյան պատերազմը հենց դա էր, այդ գլխին նստելու հենց ձևերից մեկն էր, որ մեր շահերը խուրդեցին Ադրբեջանի հետ բազարներով պայմանավորվեցին։ Արցախը տվին Ադրբեջանին, Ադրբեջանը պետք է օգներ, որ պլան մաքսիմում Հայաստանը դարձնեն գուբերնիա, պլան մինիմում այդ ճանապարհները ՖՍԲ-ի վերահսկողության տակ անցկացնեն ռուսական։ Երկուսն էլ չարեց Ադրբեջանը, չկարողացավ, ոչ թե չուզեց, չկարողացավ, որտեղ եվրոպացիները եկան կանգնեցին սահմանին եւ Ադրբեջանը արդեն ընտրելու հարց ուներ կամ Եվրոպայի հետ խզել հարաբերությունները ճշնամանալ եւ Պարսչի այդ դեպքում նավթն ու գազը պետք է վաճառեր, բնականաբար չէր կարող անել, դրա համար էլ նույնիսկ անզեն եվրոպացիները այստեղ ավելի մեծ անվտանգություն ապահովեցին, քան ոչ բարով այդ ռուսական բազան կամ իրենց ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին, որը լավ է բարեբախտաբար շուտ հանեցինք, թե չէ արդեն սկսել են սադրանքներ կազմակերպել, որ Հայաստանից սադրեին Ադրբեջանին, որ Ադրբեջանը ուզեր չուզեր դեմքը փրկելու համար պատասխաներ եւ պատերազմ սկսեր։ Հիշում եք հայտնի դեպքերը, երբ որ տոմարը մտել էին մեր զինվորականների հարբեցողության հողի վրա, այդ ռուսական այդ ստահակները կրակել էին տվել ադրբեջանցիների ուղղությամբ, դրանք էլ պատասխանեցին 4 հոգու սպանեցին։ Այ դա էր, որտեղ որ իրենց ներկայացների քիթը մտած է, այնտեղ մենք զոհեր ենք ունենում, այնտեղ մենք մեր շահերի կորուստ ենք ունենում, այնտեղ մենք մեր տարածքների կորուստ ենք ունենում։ Ինչքան քիչ տեղերում ունեն Հայաստանում իրենց ՖՍԲ-շնիկները, իրենց սահմանապահները, իրենց պաշտոնյաները, իրենց 5-րդ շարասան ներկայացուցիչներն ու գործակալական ցանցերը, այնքան մենք ավելի ամրապնդված սեփական երկրում կկարողանանք եւ անվտանգություն կառուցել եւ բարեկեցություն կառուցել ամեն ինչ եւ իրենց սպառնալիքները որ այս կփագենք, այն կփագենք, գազը կթանկացնենք, եսի ինչ կանենք, բարեբախտաբար այդ ամեն ինչի այլընտրանքներ արդեն կան։ Մի քիչ կարող է թանկ նստեն սկզբի ժամանակներում, բայց ես վստահ եմ, որ մեր նոր գործընկերները մեզ կաջակցեն Հայաստանին այդ հարցերում աջակցելը մեծ խնդրեմ չի Եվրոմիության համար։ Աշխարհի փողը Եվրոմիությունում է եւ Միացյալ Նահանգներում տրիլիոնների շրջանառություն ա գնում, դեռ մի քանի միլիարդ Հայաստանին հատկացնելը հենց թեկուզ ցույց տալու Ռուսաստանին, որ դու չես կարալու մեր դաշնակիցն այլևս Հայաստանը դու չես կարալու այդպիսի էժանագին սպառնալիքներով ծնկի բերես։ Հիմա լսեք, արժանապատվության հարցը էլի։ Ուրեմն նրանք ասում են կամ կզելու եք մեր առաջ, մենք ինչ ասենք անենք, կամ գազը ուրեմն թանկացնենք։ Այ քեզ բան։ Հիմա մի երագլուխ հրեշ ասում է հայ եկեք կզենք։ Քֆուր չուտելու համար, իրենց լեզվով ասեմ, որ հասկանան։ Պարոն Խուշուձյան, դուք լավ նշեցիք, թե ինչքան արդյունավետ էր Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչ կասեք նոր առաքելության մասին, ինչ է փոխվելու այս նոր առաքելությամբ, այդքան արդյունավետ կլինի այս նոր առաքելությունը, ինչ սպասենք ընդհանրապես։ Ինչ կարող է փոխել։
Դե տեսնենք, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար ցանկացած օժանդակություն կարևոր է, որքանով այդ օժանդակությունը էֆեկտիվ կլինի կտեսնենք, երևա։ Եվրոպական ոչ բոլոր ինստիտուտներն են ցավոք միշտ արդյունավետ աշխատում։ Համենայն դեպս առաքելություն դիտորդական բավականին արդյունավետ էր եւ մենք գոհ ենք նրանց աշխատանքից, հույս ունենանք, որ այս մի առաքելությունը եւս արդյունավետ կաշխատի։ Եվ դուք, քանի որ Երևանում եք, ճիշտ է, ես ամեն օրվա ռեժիմով հետևում եմ ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց շփվելու հնարավորություն դուք ավելի շատ ունեք մարդկանց հետ։ Արդյոք գիտակցումը կա, թե որքան կարևոր է դարձել Հայաստանը Եվրոպայի համար։ Այդ հայտարարությունները, որ հնչեցին Հայաստան, Եվրամիություն գագաթնաժողովին, եվրոպական քաղաքացիական համայնքների, որ կարևոր տարանցիկ ճանապարհ է դառնալու Հայաստանը, փաստացի Իրանում, հարավում պատերազմ է, Հորմուզի նեղուցը փակ է, հյուսիսում ռուս-ուկրաինական պատերազմ է, փաստացի հիմա Հայաստանը միակ շատ կարևոր ռազմավարական ուղղություն եւ ճանապարհ է դառնում Եվրամիության համար։ Կա այդ գիտակցումը Հայաստանում։ Ոչ բոլորի մոտ, ցավոք սրտի, եթե բոլորի մոտ լիներ, այդ կաշառքները չէին կարողանալ ուղղակի տարածեն, ուղղակի գրողի ծոցը կուղարկես ցանկացած քաղաքացի, ով այդ գիտակցումը ունի, թե ինչ կարևոր է մեր ապագայի համար, որ մենք ինքնուրույն մենք որոշումներ կայացնենք մեր մասով, Հայաստանի մասով, եւ կապիտալիզացնենք մեր սուվերենությունը բարեկեցության, անվտանգության, որտեղ եթե դու ես վերահսկում քո ճանապարհները, դու ես վերահսկում քո ռեսուրսները, քո լիազորությունները, քո տարածքները, դու դրանից որպես անկախ պետություն ստանում ես հսկայական արդյունքներ, դրական օգուտներ ես ստանում։ Դա անհամեմատելի է այն թուլափայի հետ, որ նետում են որոշ մարդկանց իրենց ձայնը առնելու համար։ Իրանք էլ ուրախ-ուրախ իրար մեջ փայփայ են անում, ընդամենը իրանք նեղվում են, որ այդ ինչի մեր ազգականներին 100,000, իսկ շունշանգյալներին 200,000։ Պետք է հակառակը լինի։ Այ այդ մակարդակի մարդիկ մենակ դրանից են նեղվում, թե իրանք ինչի թուլափայը ավելի քիչ տվեցին, քան այն թուլափայը, որը տալիս են մյուսներին, որոնք իրենց ազգական ու ծանոթներ չեն։ Այդ որակի մարդիկ ունենք ցավոք սրտի Հայաստանում, եւ դա խնդրեմ է իհարկե։ Պարոն Խուշուզյան, Գիտեք, մի բան, որ ես միշտ այդ հարցը, այդ զուգահեռը տարել եմ, այդ մարդիկ միշտ են եղել Հայաստանում։ Եվ այդ մարդիկ եղել են նաև նախկին Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական իշխանություններին կաշառքով ընտրողները, թե մեկը մեծամասնություն չէին, իրանք միշտ էլ ստիպված են եղել կեղծել բացի կաշառելուց։ Բայց այդ մարդիկ միջև հիմա իրենց ուճուրիկ ուղեղիկներում չի տեղավորվել, որ նաև իրանց զավակները, որ գնացին զոհվեցին Արցախում, հենց իրանց կերած այդ 5,000, 10,000 կաշառքների հետևանքեր։ Իրենք իրենց զավակներին իրենք են սպանել, որտեղ առանց այդ կաշառքների մենք չէինք ունենալու այդ աղետալի իշխանությունները եւ չէինք ունենալու այս աղետալի պատերազմը։ Բայց իրանց ուղեղիկներում չի տեղավորվի դա երբեք։ Իրանք հիմա նորից կգնան, այդ կանեն, այն առանց հասկանալու, որ նորից պատերազմ են բերելու, այս անգամ արդեն այն մյուս զավակների կամ իրենց մյուս հարազատների զավակներին տանը զոհաբերել։ այս անգամ անկախության կարող է արդեն անկախության գին ունենա այդ ամենը։ Էլ չեմ ասում դրա մասին, որ մի օր էլ եթե անկախ չլինենք, հանգիստ Դոնբաս կուղարկեն ստեղից, ոչ միայն ուրիշ տեղեր։ Պարոն Խուշուզյան, կուզենայի անդրադառնանք մի քանի խոսքով նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցներին, բավականին մեծ աղմուկ բարձրացրին այդ հարցազրույցները։ Առաջինը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցներ Ուկրաինայի հետ կապված, Ուկրաինայում իրար անցան, նույնիսկ Զախարովան պաշտպանեց, ասեց, թե Ալեն Սիմոնյանը նախանձում է երևի Բելարուսին։ Երկրորդ հարցազրույցը Deutsche Welle-ին տված հարցազրույցներ, բայց ավելի երևի զուսպ էր, հա, Deutsche Welle-ին տված հարցազրույցի մեջ։ Ինչպիսի կարծիք է ձեր մոտ։ Այն որ Բելարուսը անվանեց, որ Ռուսաստանի գուբերնիա է, մենք չենք ուզում այդպիսի գուբերնիա լինել, որի արդյունքում եւ հետևանքով էլ նոտա կանչեցին մեր դեսպան ներկայացուցիչին ավելի շուտ Բելարուսում նոտա ուղեցին, շատ դրական եմ գնահատում, պետք է տեղը դնել Լուկաշենկոին եւ Լուկաշենկոյի միջոցով նաեւ լսեցնել նրա տիրոջը, բայց Deutsche Welle-ի տված հարցազրույցը մի քիչ իմ համար անհասկանալի էր, այդ շատ խուսափողական, շատ զգուշավոր, այսպես եվրոպացիների հանդեպ շատ քննադատական եւ Ռուսաստանի հանդեպ շատ մեղմ, երևի գցել բռնել էին, որ դոզան շատ է եղել, ուրեմն եվրոպական ուղղությամբ, հիմա որոշեցին հակակշռել, բայց
դա այդպես չի հակակշռվում։ Ռուսները չեն գնահատում տենց բաները։ Եթե ես իմանայի, որ տենց հարցազրույցով Ռուսաստանում թեկուզ մի գրամ վերաբերմունք փոխվի Հայաստանի հանդեպ, իրենք պետք է որ այդ պաշտոններին նստած լինելով վաղուց հասկացած լինեն։ Իրենք Սիրիա զորաջոկատ ուղարկեցին ռուսական դրոշի տակ, որևէ բանի դա օգնեց, այդպիսի քայլը նույնիսկ չօգնեց։ Ամեն անգամ քվեարկում էին Ռուսաստանի օգտին մակում Ուկրաինայի դեմ, որևէ ձևով դա մեզ օգնեց։ Բացարձակ Կրեմլում ինչ որոշում են, այն մնացածը ուղղակի այսպես առանց մեր շահերը հաշվի առնելու, առանց սիրաշահումները, առանց այդ դրական ռևերանսները հաշվի առնելու, իրենց բրդում են առաջ։ Պետք չէր այդպիսի ուրեմն հարցազրույց տալ իմ կարծիքով, բայց դա իր գործն է, չգիտեմ։ Ինքն դա կարող է վատ մեսիջ ընկալվել, հա, որպես Եվրոպայում։ Այո, եւ Եվրոպայում եւ Հայաստանում դա միայն Եվրոպայում չէր։ Հայաստանի բացարձակ մեծամասնությունը Հայաստանի Եվրամիության անդամակցության կողմնակից են։ Եվ նման պայմաններում դա նաև իրենց ռեյտինգին է հարվածում, կարծում եմ, որովհետև կան նաև ձայներ, չէ, որ ասում են, որ այս իշխանությունները այդքան էլ անկեղծ չեն եւ այլն, որ սա խաղ է, ընդհանրեն ընտրությունների համար, ընտրություններից հետո կտեսնեք, թե որ Ռուսաստանը դեպի տանելու եւ այլն։ Հիմա այդպիսի բան ասողների բերանը էլի լեզու դրեցին։ Կան ամենասուր հայտարարություններ անողն էլ ինքն է, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ հետո արդեն զսպվածություն է։ Ետքայլ է անում, այո։ Չգիտեմ, այդ ինչ տակտիկա է։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խուշուձյան, այսօրվա զրույցի համար։ Սիրով, ես եմ շնորհակալ։